But this is Պարոն Բլեյան վերջերս Եվրամիության պաշտոնյան ազատության հարցին ի պատասխան նշել էր, որ Հայաստանից դեռևս անդամակցության հայտ չեն ստացել եւ ըստ այդմ նաեւ չեն դիտարկում։ Արդյոք կընդգրկեն Հայաստանին ԵՄԿ-ում, թե ոչ, բայց միաժամանակ մենք սրան զուգահեռ տեսնում ենք Ռուսաստանի որոշ պաշտոնյաների կողմից հայտարարություններ, թե որքան կործանարար կարող է լինել Հայաստանի համար ԵԱՏՄ-ից դուրս գալը։ Կուզենամ երկու հայտարարություններն էլ մեկնաբանեք եւ Ռուսաստանից այս հիշեցումները ինչ միտում ունեն նաեւ։ Այո, տրամաբանական է, որ քանի դեռ չկա Եվրամիության անդամակցության հայտ, հետեւաբար այն չի կարող քննարկվել, դիտարկվել, բայց միևնույն ժամանակ նույն պաշտոնյան ասել է, որ ողջունում է, որ Հայաստանի Հանրապետությունում կան նման քննարկումներ, ողջունել ազգային ժողովի կողմից Եվրաքվեի նախաձեռնության օրինագծի ընդունումը եւ անհամբեր սպասում է, թե երբ կլինի այդ հայտը, որպեսզի նրանք քննեն արդեն այդ հայտը։ Ընդ որում նա նաեւ հավելեց, որ Մոլդովայի պարագայում, եթե նախկինում կար այն համոզմունքը, որ 2030 թվականից հետո կսկսվի ընդլայնվել Եվրամիությունը, ապա Մոլդովայի պարագայում օրինակ իրենք ուզում են գոնե 29 թվականին արդեն այդ երկրին ներառել, չհաշված նաև Բոսնիա-Հերցեգովինան եւ մնացած այլ տեխնացուների։ Միևնույն ժամանակ նրանք խոսել են ընդլայնումը դիտարկել որպես անվտանգության լրացուցիչ բաղադրիչ Եվրամիության համար։ 2022 թվականից Եվրամիությունն արդեն հասկացել է, որ ընդլայնումը դա նաև իրենց անվտանգության երաշխիքն է եւ այդ իսկ պատճառով արդեն Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան եւ նույն Բոսնիա եւ Հերցեգովինան ստացան անդամակցության կարգավիճակ։ Մյուս կողմից բնականաբար Ռուսաստանի Դաշնությունը ձեռքերը ծալած չի նստի եւ կանցնի իր սպառնալիքի իր սիրելի լեզվով խոսելուն, ընդ որում իրանք արդեն գործի են անցել, գիտեք արդեն գլխալով հրամանատար է նշանակվել Կիրիենկո ազգանվամբ, ով 26 թվականի ընտրությունների նախաշեմին օգտագործելով փափուկ ուժը, իսկ երբ պետք լինի նույնիսկ կոնկրետ կիրառական գործիքակազմ իրենք ունեն, հաշվի առնելով մեր կախվածությունը տարատեսակ, թե էներգետիկ, թե պարենային եւ այլն, հենց այս պահին մենք այս քննարկման ենք այստեղ նստած եւ ուսումնասիրում ենք այն բոլոր ռիսկերը եւ հնարավորությունները, թե ինչպես կարող ենք մենք հետզհետե Ռուսաստանի Դաշնության այդ սպառնալիքից ի վերջո ձերբազատվենք եւ իրենք անցնում են գործի եւ այստեղ իշխանությունը կարծում եմ կարևոր գործ ունի անելու, որպեսզի այդ փափուկ ուժը օրենսդրորեն դուրս գա Հայաստանի Հանրապետությունից, ինչպես դա արվում են շատ ու շատ եվրոպական երկրներում, նույնիսկ Ադրբեջանում, մենք գիտենք Ռոսսոտրուդնիչեստվոն փակվեց, այն տարատեսակ ռուսական գրքի տներ եւ որոնց մենք ականատես ենք Հանրապետությունով մեկ տարածված, հենց դրա մասին է խոսում, որ իրենք անցնում են գործի։ Պարոն Բլեյան, ինչ պետք է անի իշխանությունը։ Այ դուք ասացիք, որ այդ ճանապարհին մենք էլ անելիք ունենք, ինչ քայլեր պիտի անի, որպեսզի կարողանանք ոչ լիարժեք, բայց գոնե մասամբ չեզոքացնել այդ ռիսկերը, որոնց մասին խոսում եք։ Ռուսաստանից եկող ռիսկերի մասին է խոսքը։ Մեկ բայով ասեմ, փակել Ռոսսոտրուդնիչեստվոն, ժամանակ տալ, որպեսզի հավաքեն իրենց իրերը եւ դուրս գնան։ Եթե Ադրբեջանը գտավ ինչ-ինչ փաստարկներ, ընդ որում հիմնականում լրտեսության մակարդակում, լրտեսության մեղադրանք կար այնտեղ, ես վստահաբար Հայաստանի Հանրապետության իշխանությունները նույնպես կարող են գտնել եւ այդ պետք չի փնտրել, այդ լրտեսության գործիքակազմը կան, շատ պետք չի փնտրել, հեշտությամբ կգտնես եւ հենց այդ հիման վրա նույնիսկ այն հենց այդ հայտարարությունը եւ Կիրիենկոյի նշանակելու հայտարարությունը եւ դրանից հետո դրանից բխող արդեն այդ գործիքակազմը իր մեջ արդեն իսկ պարունակում են ռիսկեր Հայաստանի Հանրապետության դեմ, որովհետեւ այնտեղ կոնկրետ խոսում է, որ օգտագործվելու է փափուկ ուժը, օգտագործվելու է որպեսզի Ռուսաստանի շահերը առաջ բրթելու, իսկ մենք Հայաստանի Հանրապետություն պետք է տեսնենք միայն Հայաստանի Հանրապետության պետական շահ, եւ եթե որևէ երկիր փորձում է իր ուժով, կլինի դա փափուկ թե այլ տեսակի ուժով ներթափանցել եւ իր քաղաքականությունը հրամցնել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն ընտրողին, հետեւաբար դա սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար եւ հենց այստեղ արդեն սա պետք է օգտագործվի եւ առաջին հերթին Կիրիենկոին մուտքը արգելվի Հայաստանի Հանրապետություն եւ մնացած այն բոլոր գործիքակազմը
որ Ռուսաստանն ունի օգտագործելով փափուկ ուժը դուրս բերվի Հայաստանի Հանրապետությունից ժամանակ կարևոր գործն է, որպեսզի նաև իրենց այստեղի այդ գործակալները, այդ այսպես կոչված ազգային ժողովի ընդդիմությունը, իրենցից ծնված եւ ծնվող եւ դեռ ծնվելիք տարատեսակ քաղաքական գործիչներ, կուսակցություններ, փորձագետներ, ճակերտավոր մասնագետներ չունենան այն սատարումը, որը իրենք ակնկալում են ունենալ, ինչպես օրինակ իրենք ունեցան Գյումրիում։ Պարոն Բլեյան, շատ հետաքրքիր է, որ վերջերս հրապարակ թերթն էլ գրեց, որ Ռուսաստանամետ ուժերը կամ գործիչները վերջին շրջանում պարբերաբար այցելում են Մոսկվա եւ այնտեղից նաեւ սատարում են ստանում։ Ինչ է սա նշանակում ըստ էության, որ Հայաստանում էլ կան քաղաքական գործիչներ, որոնք պարբերաբար Մոսկվա են գնում, Մոսկվայի հետ խորհրդակցում են։ Այս պարագայում ինչի է ուզում հասնել Ռուսաստանի 2026 թվականի ընտրություններին ընդառաջ։ Իդեպ Մոլդովայում այդ տեսակի քաղաքական գործիչները, որոնք գնում են Մոսկվա, հետո վերադառնում են, այերոպորտում արդեն օդանավակայանում ձերբակալվում են եւ իրենց հետ աշխատանք է տարվում։ Հետևաբար ոչ մի եվրոպական կառույցից, ոչ մի խոչընդոտ կամ ոչ մի քննադատություն մոլդովական իշխանություններին առ հակաժողովրդավարական որևէ գործողությունների չեն հնչում։ Հետևաբար Հայաստանի Հանրապետությունն այստեղ գործ ունի անելու, երբ այդ գործիչները գնում են Մոսկվա եւ իրենց մեթոդիչկան են ստանում հերթական, գալիս են այստեղ աշխատելու Հայաստանի Հանրապետության դեմ, իսկ իրենք նաեւ 5-րդ Շարասյան ներկայացուցիչ են, իսկ 5-րդ Շարասյունը իրենց ներկայացնում է գործակալական ցանց։ Իսկ գործակալական ցանց նշանակում է իրենք չեն կարող ազատ գործել։ Ինչպես կարող է պատահել, որ Հայաստանի Հանրապետությունում լինեն ճակատին դաջվածք ունեցող գործակալներ, ազատ փողոցում քայլող եւ իրենց չձերբակալեն եւ իրենց չմեկուսացնեն Հայաստանի Հանրապետության քաղաքական դաշտից։ Գյումրիում իրենք միջամտեցին, մենք հիշում ենք, որ կոնկրետ սատարում մենք լսեցինք ռուսական Եդինա Ռոսիա կուսակցությունից, իշխող կուսակցությունից եւ միևնույն ժամանակ 26 թվականին մենք արդեն լսել ենք, որ ունեն միասնական ժիլետով քաղաքական գործիչ տեխնացու, որի շուրջ պետք է համախմբվեն, դա նախնական է, կլինի դա թե չի լինի, բայց իրենց նպատակն է, որպեսզի այն ընդդիմությունը, որ իրենք ունեն ազգային ժողովում այսօր, որպեսզի մի նման տեսակի ընդդիմություն ելի ունենան ազգային ժողովում 26 թվականից հետո, ես հեռու եմ անկարծիքից, որ իրենք վստահություն ունեն, որ իրանք իշխանության կգան Հայաստանում, բայց ես հավատում եմ, որ իրենք հավատում են, որ դա հնարավոր է։ Պարոն Բլեյան, իսկ Ռոբերտ Քոչարյանի վերջին հայտարարությունները ըստ էության ուղղված էին ավելի շատ ներհայաստանյան զանգվածին, իր լսարանին, թե Ռուսաստանին, մասնավորապես այն հայտարարությունները, որ 44-օրյա պատերազմի մեղավորը հայկական կողմն է եւ հայ ժողովուրդը, եւ որ տեղի ունեցավ նաեւ նրա համար, որ միջնորդի աթոռը Ռուսաստանի տակից քաշել են, այսպես ասած։ Այս հայտարարությունները ում էին ուղղված։ Նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որտես ես դաշնակցում եմ քեզ հետ այստեղ այն ինչ դու ասել էիր, հայտարարել էիր 2020 թվականին եւ օգտագործել ես որպես կազուս բելի հարձակվելու համար Արցախի վրա, որովհետեւ որն էր նախերգանքը, որ արցախցիները, արցախահայերը կրակել են ադրբեջանական դիրքերի ուղությամբ եւ ադրբեջանցիների Իլհամ Ալիևի համբերության բաժակը սպառեց եւ նա գնաց հակահարձակման։ Նույն բանն է ասում Ռոբերտ Քոչարյանը։ Այսինքն հրահրել ինչ է նշանակում, ինչպես կարող ես հրահրել։ Հրահրում ես հենց նման գործիքակազմով։ Իսկ ինչ է նշանակում մենք Ռուսաստանին զրկել էինք 2020 թվականի միջնորդի կարգավիճակից, այդ երբ։ Ռուսաստանն իսկ պատերազմից հետո ամենահիմնական միջնորդն էր։ Ավելին ասեմ, Մինսկի խումբը նույնիսկ չէր հավաքվում։ Ավելին ասեմ, եղավ մի իրավիճակ, երբ Արցախի իշխանությունները հրաժարվեցին նույնիսկ հանդիպել մնացած Մինսկի խմբի անդամներին, քանի որ ներկա չէր ռուսաստանցի գործընկերը։ Այսինքն այսպիսի իրողություններ են եղել եւ Ռոբերտ Քոչարյանը թող չփորձի աղավաղել իրականությունը, ես կարծում եմ թե Ադրբեջանում, թե Ռուսաստանում գիտեն Ռոբերտ Քոչարյանի մասին, չեն մոռանում իր մասին, գիտեն, որ իրենք սատարություն ունեն այստեղ Ռոբերտ Քոչարյանի դեմքով եւ այո, հենց առաջինը ուղղված էր Իլհամ Ալիևին եւ Վլադիմիր Պուտինին, որ նա դեռ կա, որ նա դեռ շնչում է, որ պետք է ապավինել իր վրա, որովհետեւ ես կարծում եմ, որ Ռուսաստանում այլ տեխնացու են իրականում փնտրում, իրենք հասկացել են, որ այս նախկինները հիմնական երկու գլխավոր նախկինները սպառված են, իդեմս նաև դաշնակցությանը, եւ իրենք փորձում են մեկ այլ տեխնացու բերել, որն այնքան էլ
աղավաղված չլինի, մի փոքր ավելի լողացած լինի, քան մնացածը, եւ դրա շուրջ փորձել համախմբել մնացած այդ նախկիներին սատարող քաղաքական գործիչների։ Մենք հասկանում ենք այնտեղ շատ լուրջ մեդիա ռեսուրս կա, ֆինանսական ռեսուրս կա, այսօրվանից շատ լուրջ գումարներ են արդեն տրամադրում այդ բոլոր ուժերին։ Պարոն Բլեյան, եւ Վիտալի Բալասանյանը նաեւ նամակով դիմել Վլադիմիր Պուտինին, իր նամակում ամենահատկանշական երևի տողերից մեկն այն է, որ Վլադիմիր Պուտինին խնդրում է կազմակերպել կամ իր աջակցությունը ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի հայության վերադարձի իմաստով։ Որտեղ է տրամաբանությունը այս խնդրանքի, այն դեպքում, երբ էթնիկ զտման ժամանակ ռուս խաղաղապահները հենց Լեռնային Ղարաբաղում էին։ Ինչ ուղերձ է նաեւ սա Վիտալի Բալասանյանի նամակը Վլադիմիր Պուտինին։ Դե քանի որ Վլադիմիր Պուտինը այսօրին շատ զբաղված է կապված Ուկրաինայում իր անհաջողություններով եւ նա վստահաբար շատ կգնահատի Վիտալի Բալասանյանի նամակը, որովհետեւ իր մտքով երևի չէր անցել, որ կարելի է օգնել արցախահայերին եւ այ Վիտալի Բալասանյանի նամակը շատ տեղին է եւ անպայման կդիտարկվի Վլադիմիր Պուտինի։ Շա իհարկե հեգնական է, ես այնինչ ասում եմ ծաղրում եմ այնինչ արել է Վիտալի Բալասանյանը, նա ընդ որում այդ նամակում գրում է, որ ինչ-ինչ հանգամանքների բերումով Արցախահայերը տարանվել են իրենց ուրեմն Արցախի տարածքից։ Ինչ-ինչ հանգամանքների բերումով։ Հասկանում եք, այնինչ կատարվեց 2020 թվականին եւ 2023 թվականին եւ այդ 9 ամսվա սովն ու բլոկադա նա համարում է ինչ-ինչ հանգամանքների բերումով։ Սա հերթական Զորի Բալայանն է, Վիտալի Բալասանյանը տեղ չունի Հայաստանի Հանրապետությունում, ազատության մեջ, ես հարցեր ունեմ իրավապահ համակարգին, ուր եք, ինչու է Վիտալի Բալասանյանը եւ մնացած այլ 5-րդ շարասան ներկայացուցիչները աղավաղում քաղաքական դաշտը եւ վտանգում Հայաստանի Հանրապետության պետականությունը, նաեւ վտանգում են Արցախահայերի ընդհանրապես գիտակցությունը, որովհետեւ Արցախահայը այսօր պետք է հասկանա, որ նա պետք է դառնա Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Սա իր հայրենիքը։ Եվ մնացած այդ բոլոր այն հայտարարությունները, թե սպասեք, հեսա կվերադառնաք Արցախ, մի վերցրեք քաղաքացիություն, եւ դեռ մանիպուլատիվ գործողություններ են։ Եթե վերադառնալու լինեք Արցախ, դուք Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունով էլ կվերադառնաք այդտեղ, իսեր Աստծո։